Վիկտոր Համբարձումյանը մանկուց տարբերվել է իր ընկերներից, 5-ից 6 տարեկանում երկնիշ և եռանիշ թվեր է բազմապատկել, 15 տարեկանում դասախոսություն կարդացել։ Հիմնականում, երբ թանգարան այցելող մարդիկ Համբարձումյանի կենսագրականին են ծանոթանում, զարմանում են, թե մեկ մարդն ինչպես կարող է այսքան տարբեր աշխատանքներ կատարել։ Գաղտնիք չէ, որ նա եղել է ակտիվ քաղաքական գործիչ, մեծ գիտնական, աստղագետ, մաթեմատիկոս, ֆիզիկոս, ղեկավարել է մի շարք գիտական հիմնարկներ։ Ղարաբաղյան շարժման սկզբում մեծ դերասան Սոս Սարգսյանը և գրող Զորի Բալայանը Մոսկվայում հացադուլ էին հայտարարել։ Նրանց միացավ արդեն տարեց Վիկտոր Համբարձումյանը, սակայն արդեն 9-րդ օրը նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ։ 82-ամյա Վիկտոր Համբարձումյանին համոզել, որ դադարեցնի հացադուլը և վերադառնա Երևան, հաջողվեց միայն կաթողիկոս Վազգեն Աղաջինին։ Աշտարակի քաղաքապետարանը իմանալով, որ աշխարհահռչակ գիտնականն այնտեղ է, հատուկ էլեկտրաէներգիա է անցկացրել Համբարձումյանի դստեր բնակարան, սակայն երբ Համբարձումյանը իմացել է, որ հարևաններից ոչ ոք լույս չունի, բացի իրենցից, պահանջել է, որպեսզի իրենց էլեկտրաէներգիան անջատեն։ Իր «Կյանքի դրվագներ» գրքում նա գրում է, որ իր համար այդ տարիների մեծ լույս էր իր ծոռնիկի մաքուր հայերենի իմաստնությունը։